9 տարի առաջ այսօրը 2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանը զանգվածային ռազմական գործողություններ էր սկսել Արցախի ուղղությամբ, գրել է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ըստ պատգամավորի, Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել ռազմական արկածախնդրության միջոցով լուծել Ղարաբաղյան կոնֆլիկտը եւ հայերի գոյության հարցը վերջնականապես փակել։ Արցախի պաշտպանության բանակը իր թիկունքում ունենալով հայ ժողովրդի ամուր սատարումը եւ արդար պայքարը 4-օրյա մարտերում տապալեց ադրբեջանական ռազմական պլանը, նրան պատճառելով մարդկային եւ տեխնիկական հսկայական կորուստներ։ Մարտական 4-օրյա գործողությունների հետևանքով հայկական կողմը ունեցավ 75 զոհ, հետախուզության եւ տարբեր երկրների համապատասխան ծառայությունների կողմից ստացած տեղեկություններով ադրբեջանական կողմն ունեցել է 700-ի կարգի կորուստներ։ Նրա տարբեր բրիգադներ, այդ թվում հիմնական գրոհային ուժը Յաշմայի հատուկ նշանակության բրիգադը, ունեցած մեծածավալ կորուստներից հետո դարձավ անմարտունակ։ Հավերժ Փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցներին մեծագույն հարգանք բոլոր այն անձանց, ովքեր այս տասնամյակներում իրենց նպաստում մասնակցությունն են բերել մեր հայրենիքի ու նրա տարածքային ամբողջականության պաշտպանությանը, գրել է նա։